Մեր հարաբերությունները հիմնվում են եւ պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա, եւ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Տալինում վարչապետ Քրիստեն Միխալի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի համատեղասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Դրա արտահայտություններից մեկը նաեւ Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքներ Հայաստանի Հանրապետության Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ եւ ես ուզում եմ ասել, որ նաեւ վարչապետի հետ քննարկումների ժամանակ ես ընդգծեցի, որ այդ օրենքը մենք դիտարկում ենք նաեւ որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար։ Հայաստանում երբեմն նաև արվում են մեկնաբանություններ, որոնք Փաշինյանի կարծիքով ճիշտ չեն արտահայտում իրականությունը։ Նրա խոսքով Հայաստանը ամենևին էլ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի։ Հայաստանն ուզում է, ինչպես եւ տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ։ Ավելին, մենք ուզում ենք ունենալ կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ իհարկե մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, եթե մենք տեսնենք թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար եւ գնահատվեր անիրատեսական եւ անհնար։ Վարչապետն ընդգծում է, այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն կա եւ իր շնորհակալությունն է հայտնում Եվրամիությանը, նաեւ Էստոնիային այդ որոշմանն աջակցելու համար։ Փաշինյանը հույս է հայտնում, որ Եվրամիության հետ կխորացվեն հարաբերությունները մի շարք ոլորտներում, այդ թվում տնտեսական, առևտրային ուղղություններով։ Իսկ ինչպես է Էստոնիան գնահատում Հայաստանի ներկայիս հետագիծը դեպի Եվրամիության հետ ավելի խոր ինտեգրում եւ կոնկրետ ինչ առաջարկով կարող է աջակցել մեր երկրին։ Հարցն այս անգամ Էստոնիայի վարչապետին էր ուղղված։ Իրապես ուրախ եմ, որ դուք որդեգրել եք փիլիսոփայական մոտեցում, այն է, որ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են, այսինքն ոչ թե բարեփոխումներ են հանուն բարեփոխումների, այլ բարեփոխումներ հանուն էլ ավելի լավացնելու Հայաստանի ժողովրդի կյանքը։ Եվ ինչ կարող է անել Էստոնիան։ Մենք կարող ենք օգնել մեր թվային պետության փորձով։ Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում, դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպական միության հետ։ Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում։ Մենք խրախուսում ենք եւ բարեփոխումները շոշափելու օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդի համար։ Քրիստեն Միխալը թվեց Հայաստանի եւ Էստոնիայի միջև բազմավոլորտ համագործակցության ուղղությունները, կրթությունից մինչև տնտեսության դիվերսիֆիկացում։ Ընդգծեց նաեւ, որ Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարեւոր է Էստոնիայի եւ Եվրամիության համար։ Ես ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացել են խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնել։ Եվ այդ հարցում, պարոն վարչապետ, ձեր մասնակցությունը շատ կարեւոր է եղել։ Հուսով եմ, որ շուտով համաձայնագիրը կստորագրվի։ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք այսօր Էստոնիայի վարչապետի եւ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը եւ արկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը Էստոնիայի վարչապետին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները եւ ակնկալիքն առայն, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաեւ, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։
Այս ամենին նախորդել էր Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետների նախ առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Կրիստեն Միխալը ողջունել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների լայն օրակարգը եւ դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի կառավարության պատրաստակամությունը։ Նրանք կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, գործարարների միջև համագործակցության խթանումը, բիզնես համաժողովների կազմակերպումը, անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը։ Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև եւ կայուն խաղաղություն։ Հաջորդիվ, ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էստոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։